Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էկզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Բարև ձեզ, սա Top 10-ն է, որ շաբաթվա կարևոր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում են մեկ հաղորդման մեջ։ Ինչից սկսվեց եւ ուր հասավ, մենք ձեզ կպատմենք առանց ավելորդ խմբագրման ու մեկնաբանության։ Շաբաթվա վարկանիշային ցանկը Forbes-ը հրապարակել է 2016 թվականի մոլորակի միլիարդատերերի ցանկը, որում ընդգրկվել են 4 հայ գործարարներ։ Հայ միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի Կրասնոդար ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Հարությունյանն, ով հայտնի է Գալիցկի ազգանունով եւ 5.7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 219-րդ տեղը։ Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային նախրուսակի 549-րդ տեղում 3.1 միլիարդ կարողությամբ։ 2.2 միլիարդ դոլար կարողությամբ 810-րդ հորիզոնականում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանը, իսկ Ռոսգոստրախ ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը 1.4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը։ Շաբաթվա զարմանքը հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանն, ով ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահն է, փորձում էր լրագրողներին բացատրել, թե ինչու իր գործընկերոջ Շուշան Պետրոսյանի աչքերդ կհանեմ լակոտ արտահայտությունն էթիկական խախտում չի ճանաչվել։ Խոսրով Հարությունյանը տարբեր պատճառաբանություններ է բերել ու ամենահետաքրքիրն այնն է, որ ասել է հետևյալը. «Չգիտեմ ձեզ ինչպես, բայց ինձ իմ պատանի տարիքում քիչ չեն եղել, երբ մեծերն ասել են ականջներդ կկտրեմ այլակոտ։ Դրանից չի հետևում, որ նրանք ակնհայտորեն գալու են իմ ականջները կտրեն, պարզապես խրատում են ինձ»։ Զավեշտալին նաև այն է եղել, որ Խոսրով Հարությունյանը լրագրողներին հարց է ուղղել, թե արդյոք նրանց ծնողները երբևէ իրենց լակոտ չեն ասել։ Եվ շաբաթվա զավեշտը Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը ցեղասպանություն հասկացությունն ընդունում է որպես զավեշտալի, լայնածավալ ու խորացված թեմա։ Անհասկանալի է, թե ինչ նկատի ունի ծանրամարտիկ դիվանագետը, սակայն նշենք, որ նա այս միտքն ասել է Թբիլիսիում կայացած հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում։ Եթե երկրի դիվանագետն է ցեղասպանությունը զավեշտ ընկալում, բայց աշխարհից ինչ եք ուզում։ Ընդ որում այս խոսքերը լսողը թքած կունենա, թե ասողը գործից անտեղյակ ծանրամարտիկ է։ Այս առիթով կարծիք հայտնեց Նոր Հայաստանի անդամ Վարդան Հակոբյանը։ Շաբաթվա պաշտոնազրկումը աշխատանքից ազատվեց կառավարության ամենատարեց անդամը Երվանդ Զախարյանն, ով լրագրողներին խնդրեց. «Թողեք հանգիստ ազատվենք աշխատանքից»։ Լրագրողները թողեցին, իսկ Արմքոմեդի հաղորդման տղաները հումոր արեցին, թե անսպասելի հրամանով աշխատանքից ազատվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, եւ որ պաշտոնական տվյալներով սա կապված չէ Զախարյանի եւ Միկոյանի ուսանողական տարիների մտերմության հետ, այլ պարզապես կադրերի երիտասարդացման ուղղությամբ քայլ է։ Հատկանշականն այն է, որ նորանշանակ նախարարն այնքան էլ երիտասարդ չէ։ Լևոն Յոլյանը 56 տարեկան է։ Շաբաթվա կտրուկ քայլը Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է մի ամբողջ աշխատակազմ։ Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետն ու ամբողջ աշխատակազմը հեռացվեց աշխատանքից։ Հարցին թե արտառոց չէ, որ համակարգի բարեփոխումների շրջանակում ողջ անձնակազմն է հեռացում աշխատանքից, Հայաստանի ոստիկանության լրատվության վարչության պետը պատասխանել է. «Ոչ, նաև երբեմն այդպես է լինում, դա էլ այդ որոշումներից մեկն է»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են նաև Կոտայքի եւ Շիրակի մարզային վարչության պետերը եւ Արագածոտնի ոստիկանապետը։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա մի քանի ուշագրավ մտքեր ու դեպքեր լուսագրերով ու առանց մեկնաբանության։ Ես երբեք չեմ արել գործողություն, որի համար ի սկզբանե տեղյակ չեմ պահել։ Չեմ պատժել ոստիկաններին, երբ եկել եմ այստեղ, որովհետև դեռ չեմ բացատրել, թե ինչ եմ ուզում։ Անգրագիտության համար չեմ հեռացրել համակարգից, քանի դեռ չեմ սովորացրել։ Իմ համառությունը ոստիկանությունը բարեփոխելու սահման չունի։ Մենք ծառայում ենք քաղաքացուն, մարդուն։ Եվ քաղաքացու նկատմամբ չհարգանքը, անկանխատեսելի լինելը, կլիենտներ օգտագործում եմ այն բառակապակցությունները, որոնք օգտագործել են անձնագրային բաժանմունքի աշխատողները,
փախցնել չփախցնելը կավարտվի այնպես, ինչպես ավարտվեց Մաշտոցի ամբողջ ստորաբաժանումը։ Չեմ հանդուրժի դավաճանությունը ոստիկանության համակարգում։ Չեմ հանդուրժի ոչ մի երևույթի, որ իր վարքով, բարքով, ապրելակերպով, շարժուձևով, մտածելակերպով չի փոխվել, չի բարեփոխվել, չի ձևափոխվել, չի կերպարանափոխվել եւ ախտոտում այն համազգեստը, որը այսօր դուք կրում եք։ Երբ որ Առաքել Մովսիսյանն էր ասել, որ կբռնաբարե մեր նույն թեմայով էր, ճանաչվեց խախտում, այսինքն հավանականություն կար, հա, որ կբռնաբարեր։ Դա ես չեմ եղել այդ ժամանակ, հավանականություն կար թե չէ, բայց կար սպառնակ, եթե խախտում են նկատել, ուրեմն պետք է ենթադրել, որ դա համարել են էթիկայի կանոնների խախտում։ Ես այդ ժամանակ հանձնաժողով չեմ եղել։ Ինչ աչքերդ կհանեմ, թե կբռնաբարեմ, երկուսն էլ ֆիզիկական բռնություն է այնուամենայնիվ։ Ես նորից նույն հարցը ձեզ պետք է տամ, սիրելիս։ Ես նույն այդ հարցը պետք է տամ։ Եթե մի բան էր այդպիսով ասելով կբռնաբարեմ։ միգուցե հարկավոր է պարոն Առաքելյանին հարցնել։ Բայց դա ճանաչվեց խախտում է։ Չասում հարկավոր իրեն հարցնել, միգուցե կարող են նա այդպես է ասում։ Վրաստանում Հայաստանի դեսպանի արված այն հայտարարությանը ցեղասպանության վերաբերյալ ամենայն դեպս ինքը փորձել է դա բացատրել։ Չէ, հնարավոր է, բայց դա պատճառ հանդիսանա, որ կանչվի, հետ կանչվի պարոն Վարդանյանը։ Ինքը փորձել է իր բացատրությունը տալ, որքանով ազես բավարար է դա այլ։ Ծնելիությունը Հայաստանում վերջին տարիներին գիտեք, որ նվազել է, եթե մենք 90 թվականին դեռևս Հայաստանում ծնվել է 80,000 երեխա, ապա այս պահին Հայաստանում գրանցվում է 42-43,000 երեխայի ծնունդ։ Իհարկե, այս ցուցանիշները որոշ չափով հույս են ներշնչում, երբ մենք տեսնում ենք, թե ինչպիսի դինամիկա է արձանագրվել 90-ից մինչև 2000 թիվը, երբ 2000 թվականին ուղղակի 30-31,000 երեխա էր ծնվում։ Իհարկե, միտումը դեպի բարձրանալ մենք ունենք, դեպի բարձրացման ցուցանիշը, բայց անգամ այդ պարագային, երբ վերհանում ենք պատճառները ծնելիության, ապա պարզվում է, որ հիմնական հզորությունները, այսինքն մայրական հիմնական ներուժը մեր մոտ նվազելու է։ 2000 թվականին եղել է 30,000 ծնունդ, հիմա ունենք 43-44,000 ծնունդ։ Հիմա, եթե Հանրապետական կուսակցության մասն եք խոսում, Հանրապետական կուսակցության ժամանակ 2000 թվականից դարձել է 2000 թվականի 30,000-ը դարձել է 44,000։ Ուրեմն Հանրապետական կուսակցության հանգստող եք։ Շաբաթվա բարի լուրը Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված ինտելեկտուալ ռենեսանս հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող առանձնատունը։ Վիլյամ Սարոյանի առանձնատունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով։ Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության, առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով, հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար։ Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ եւ այլ մշակութային միջոցառումներ։ Շաբաթվա սպասված լուրը Հոլիվուդում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության 88-րդ տարարողությունը։ Մրցանակաբաշխության ժամանակ վերջապես Օսկար մրցանակի արժանացավ Լեոնարդո Դիկապրիոն փրկվածը ֆիլմում կերտած կերպարի համար։ Համացանցում մինչև մրցանակաբաշխությունն ու դրանից հետո էլ չէին դադարում հումորները Օսկարի արձանիկը երկար տարիների երազած տաղանդավոր, սակայն այս մրցանակաբաշխության հարցում զարմանալիորեն ձախողակ դերասանի վերաբերյալ։ Դիտենք ծաղկաքաղ նվիրված Լեոնարդո Դիկապրիոին։ Շաբաթվա շոու բիզնեսյան լուրը ամերիկացի հանրահայտ դերասանուհի հաղորդավար սցենարիստ Վուպի Գոլդբերգը Օսկարի մրցանակաբաշխությանը ներկայացել է Պոլսահայ վարպետի պատրաստած զարդով։ Հայտնի ոսկերիչ արծաթագործ Սևան Բչակչիի թևնոցը դարձել է երեկոյի ամենաքննարկված զարդերից մեկը։ Գոլդբերգը նշել է, որ թևնոցի հեղինակը ստամբուլաբնակ մի վարպետ է։ Հայտնի է, որ Բչակչին վերոնշյալ թևնոցի լուսանկարներն ավելի վաղ հրապարակել էր Ինստագրամում։ Շաբաթվա աղմկահարույց պատմությունը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բերման ենթարկել Գոռ Վարդանյանին։
Այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու եւ պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել դատական նիստին։ Ինքը Գոռ Վարդանյանն ավելի ուշ լրագրողներին ասել է, թե վատառողջ է ու նշված հարցի շուրջ ավելացրել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Հիմա դատավարություն է ընթանում, թող ավարտվի, խոստանում եմ մանրամասն խոսել։ Գրիպ եմ, այդ իսկ պատճառով չեմ գնացել դատարան, բայց իմ փաստաբանը դատարանին տեղյակ է պահել։ Չեմ հասկանում, թե լրատվամիջոցներն ինչու են նման լուրեր գրում ու տարածում, եզրափակել է իր խոսքը Գոռ Վարդանյանը։ Շաբաթվա քունը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մուշ-մուշ քնել էր։ Փաստն արձանագրել էր Ժողովուրդ թերթի թղթակիցն, ով նաև նկատել էր, որ Ռադիկ Մարտիրոսյանը երբեմն արթնանում էր, զննող հայացքով նայում է շուրջ բոլորը պարզելու համար, թե դահլիճում ներկաներից ովքեր են բարձր զրուցում, որպեսզի նրանց նկատողություն աներ։ Շաբաթվա նախաձեռնությունը գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանն իրանցիների համար դարձել է նախընտրելի հանգստավայր։ Հենց այստեղ էլ շատերը տոնում են իրենց ամանորը, որը նշվում է մարտ ամսին, սակայն միաժամանակ հաճախ քննարկվում է հարցը, որ Հայաստանում որպես զբոսաշրջության գոտի չի առաջարկվում ժամանցը տարատեսակ ձևով անցկացնելու տարբերակներ, զրկելով զբոսաշրջիկներին իրենց հանգիստն ավելի հետաքրքիր եւ բովանդակալից անցկացնելու հնարավորությունից։ Եվ ահա հետաքրքիր նախաձեռնություն՝ մարտ ամսին սպասվող իրանցի զբոսաշրջիկների հանգիստն ավելի հագեցած դարձնելու նպատակով մարտի 24-ին, 25-ին եւ 26-ին անցկացվելու են մասշտաբային համերգային ծրագրեր, որոնց շրջանակներում Տուրինֆո ամսագիրը Երևան մոլի հետ համատեղ կազմակերպելու է Spring Shopping Festival։ Շաբաթվա ձախողումը։ Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան զգալի վնասներ է կրում հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Խոսքը վերաբերում է երկրի ամենահայտնի տուրիստական կենտրոնին Անտալիային, որտեղ այս տարի փետրվար ամսին մեկնել է ընդամենը 55 ռուս զբոսաշրջիկ, եւ սա այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել էր 8037 հոգի։ Եվ կրկին շաբաթվա ուշագրավ մտքերից ու դեպքերից, որոնք Top10-ը ներկայացնում է առանց մեկնաբանության։ Ատոմակայան ունեցող երկրում ամենաթանկ հոսանքն է այսօր ԱՊՀ-ում։ Սա որպես քաղաքացի Հայաստանի ինչպես եք գնահատում։ Ես էլ որպես քաղաքացի Հայաստանի եւ որպես նախարար շատ կցանկանամ, որ հոսանքը լինի շատ մատչելի։ Ու կանեք ինչ-որ բան դրա համար։ Բնականաբար պետք է փորձեմ, պետք է ուսումնասիրեմ։ Ասում են փոփոխություններ եք կատարել նախարարությունում։ Լինելու են փոփոխություններ։ Այս պահի դրությամբ ոչ մի փոփոխության մասին խոսք չի կարող լինել։ Ես ծանոթանում եմ եւ մարդկանց հնարավորություններին եմ ուզում տեղյակ լինել, ով ինչ կարող է անել։ Խնդիրը հետեւյալի մասն է, որ եթե մի երեխա մի փոքրիկ ծաղկեպունչ, մանուշակ կամ ծաղիկ վերցնի իր սրտից եւ իր ուսոց չեն տա, որևէ մեկը որևէ խնդիր չի անի, բայց եթե օգտագործելով, ասենք, տոնը եւ տոնակատարությունը եւ այլն սկսվում է թանկարժեք նվերների հավաքում, ինչ որ ստիպողական հավաքներ, սրա մասն է խոսքը։ Այսինքն ես երբեք որևէ մեր ուսուցիչներին, մեր դասկետներին նոր տարուն միշտ տվել ենք, բայց գնացել ենք մի փոքրիկ խանութ, մեր եղածով մի հատ փոքրիկ ծաղիկ են կարել կամ մի փոքրիկ սուվենիր են կարել եւ դա շատ ավելի մեծ արժեք ունի ճիշտ ուսուցչի համար, քան ինչ որ արժեքով նվեր հավաքելը։ Ընտրակեղ ծառայությունները, որի դեմ պետք է պայքարել եւ ընտրական օրենսգրքում համոզված եմ, որ այդ հնարավորությունները առանցքային ներդրված են, ամրագրված են, որպեսզի մենք կարողանանք դրանից խուսափել։ Դա առաջին հերթին էլեկտրոնային համակարգն է, ես բոլոր մանրամասներին դեռ չեմ տիրապետում, որովհետեւ ամբողջ փաթեթին, իսկ դա շատ մեծ փաթեթ է, ոչ միայն ընտրական օրենսգիրքն է, այլ մնացած բոլոր օրենքներում փոփոխությունները, մենք այս օրերին ամբողջապես կծանոթանանք եւ մանրամասներին կարող եմ այդ ժամանակ մանրամասների մասին խոսել, բայց իմ կարծիքով ամենակարևորը դրանք ընտրակեղ ծառայություններն են, իսկ նոր օրենսգիրքը պիտի որ բոլոր հնարավորությունները տա, որ դրանից խուսափենք։ Ասում եմ, որ երկին եք, լավ երկում Մոսիսեյանն ասել, գործով սեյան։ Բայց որը չի երկում, սաղ էլ երկում։ Հիշեք որն էր Վազգեն Սարգսյանը ձեզ որ երկացնում էր։ Դու ես շատ գիտեմ, որ երկի չեն երկել, որ սաղ էլ երկում են։ Ամենաշատը։ Նայած տրամադրության, նայած ինչ վիճակում էին, էլի։ Վազգեն Սարգսյանի ծնունդը։ Պարավյարն ենք երկում։ Մենք հետո ուրա ուրան։ Չեմ Պարավյարը հիմա երկեն։
Հա, հեսա ասում։ Սազանդարներ կանչեմ ու երկեմ։ Շաբաթվա գնահատականը Եվրոպայի մարզական ամենահայտնի կայքը ներկայացրել է միջին գնահատականով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին։ Լավագույն հնգյակը եզրափակել է Դորտմունդի Բորուսիայի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հոֆենհայմի դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո Հենրիխ Մխիթարյանը շրջանցել է կատալոնական Բարսելոնայի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին։ Լավագույն հնգյակում տեղ են զբաղեցրել նաեւ Նեյմարը, Լիոնել Մեսին, Զլատան Իբրահիմովիչն ու Գարեթ Բեյլը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը նաեւ ճանաչվել է 2015-2016 մրցաշրջանում Եվրոպայի առավելագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ։ Շաբաթվա մրցանակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դարձել է Swiss Guard հեղինակավոր կազմակերպության արտիստ։ Նշենք, որ Swiss Global Art Management-ը ներկայացնում է բացառիկ շոուներ եւ մատուցում գեղարվեստական նախագծեր։ Այս կազմակերպության ծառայություններից օգտվում են տարբեր երկրների կառավարություններ, ինչպես նաեւ ոչ կառավարական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Swiss Guard-ի հետ համագործակցության արդյունքում Սերգեյ Սմբատյանը հանդես է եկել Ջոն Մալկովիչի եւ Պինկաս Ցուկերմանի հետ։ Շաբաթվա պոեզիան Հայաստանում Սպուտնիկ ընթերցում նախագծի հերթական մասնակիցը հեռուստա եւ կինոռեժիսոր Արմնյուս հեռուստաալիքի տնօրեն Հրաչ Քեշիշյանն է։ Նա ընտրել էր ամերիկահայ գրող եւ դրամատուրգ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունից մի հատված նվիրված կինոյի մոգությանը։ Հիշեցնենք, որ նախագծի առաջին մասնակիցը Սպուտնիկ Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն էր։ Նա կարդաց հայտնի հայ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նախագծին մասնակցել են նաեւ հայտնի դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Միքայել Պողոսյանն ու рэփեր Միշոն։ Շաբաթվա գեղեցիկ քայլը Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցի աշակերտները Գարնան առաջին օրվա կապակցությամբ անակնկալ են մատուցել իրենց ուսուցիչներին։ Գարնանային ծաղիկներով լի զամբյուղներով նրանք դպրոցի բակում դիմավորել են իրենց ուսուցիչներին, նվիրելով մանուշակներ ու ձնծաղիկներ։ Հատկանշականն այն է, որ նախաձեռնությունը հենց աշակերտներինն է եղել, որոնք նաև հին Երևանի լեգենդար կերպարներից մեկի Ծաղկավաճառ Կարաբալայի նման էին հագնվել։ Շաբաթվա կանխատեսումը վերջին 15 օրերի ընթացքում օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 8-ից 10, իսկ առանձին օրերին 14 աստիճանով։ Ներկապահին նույնպես պահպանվում է բարձր ջերմաստիճանը։ Այս մասին լրագրողներին ասել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն, ում խոսքով սակայն մարտը նաև տեղումնառատ է լինելու։ Իսկ առաջիկա 7-ից 8 օրերին հանրապետությունը գտնվելու է տաք օդային հոսանքի ազդեցության գոտում։ Սա թոփտեսներ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, իսկ ինչ դուրս մնաց մեր դիտակետից կներկայացնենք հաջորդ հաղորդման ընթացքում։ Ձեզ հետ Անի Հարությունյանն էր, կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1 երկրորդ հարկ, վայր որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։